ինավուրց Պապերս երգրից գաղթել են եկել են վաղուց Տունուտեղ են շենացրել օջախ կառուցել Հուլալիս գյուղն են հիմնել զավակ մեծացրել Տունուտեղ են շենացրել օջախ կառուցել Հուլալիսը նշում է գյուղի տոնը Տոն, որ իր հարկի տակ է համախմբել գյուղի ողջ հասարակությանը Կանչել աշխարհի տարբեր ծայրերից Հավաքել մեկ գաղափարի շուրջ Ժայռակուռ բարձունքին թառած Բարձրաբերդ Աբուլի հայացքի տակ շնչող ու շենացող գյուղը այսօր ցնծության մեջ է Երգիրը մեզ է սպասում Հուլալիսու հետ անցիր բարդ ու դժվար ճանապարհ Հուլալիսին սրտաբաց շիտակ է արդար Էրզրումցու արյուն է մեր երակներում հոսում Պապիս պատմած երգիրը մեզ է սպասում Մի հատ բարձր ծափահարենք Հուլալիսի արժանի զավակների համար, ովքեր բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, տարբեր քաղաքներում, ովքեր իրենց մեծ մասնակցություն են ունեցել, եւ բարձր ծափահարենք նաեւ Հուլալիսի հայ համայնքին տեղադրվեց Սուրբ խաչ, խորհրդանշում է մեր բոլորի հավատքը առ Աստված, առ քրիստոնեություն։ Սա արժանի զավակի քայլ է, արժանի հայ եւ արժանի քրիստոնյայի քայլ է, որը ի օրինակ մեր ամբողջ հայ հասարակության կատարվեց նաեւ Հուլալիս գյուղում։ Ես առաջարկում եմ ժողովուրդ ջան, այս կապակցությամբ մի հատ բարձր ծափահարենք ինքներս մեր համար, ծափահարենք Հուլալիս գյուղի եւ հուլալիսիների համար։ Շնորհավորենք միմյանց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, այսօր իհարկե տոն է մեր բոլորի համար, տոն է ամբողջ Հուլալիսի եւ հուլալիսիների համար, այսօր յուրաքանչյուրի տոն է, մեծից փոքրի եւ հավաքվել ենք այդ կապակցությամբ միլավ ուրախանալու բարձր տրամադրությամբ տոնելու էս գեղեցիկ տոնը, որ արդեն ավանդույթ է դարձել եւ այսուհետ եւս շարունակվելու է ավանդույթ դարձած ամեն տարի հուլիսի 1-ին ժողովուրդ ջան, հուլիս ամսի 1-ին Հուլալիսիներով տոնելու ենք Հուլալիսի օրը, Հուլալիսիների օրը։ Եվ հարգելի պատճառներով, ես գիտեմ բոլորիս հայտնի է, հարգելի պատճառներով այս տարի մեկ օր ուշ ենք տոնում, բայց ժողովուրդ ջան, ավանդույթ դարձած հուլիսի 1-ին ամեն տարի Հուլալիսի օրը մենք բոլորով կտոնենք։ Ասնագելները բարագծում, հանինա, հանինա, ես ու դու, յարուգնուն իմ դուլանու, հանինա, ես ու դու, հշվիմ գնդեն իմ սարեսար, հանինա, ես ու դու, սարգնացիս ինձ խաղի ամար, բութալ ես դաժան, սենից վարեց են տեղի ամար, ողի ճիգար ես դաժան, աղջի մազերը թուխ է ամար, բութալ ես դարան։ Մեր գյուղը եկել է 1828-29 թվականին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Էրզրումի նահանգի Երկարմասուր, Տանձուտ, Մազա, Աշխալա գյուղերից եւ այլ գյուղերից։ Գյուղը ներկայիս ովքեր ապրում են մեր գյուղում, բոլորը եկած են Էրզրումի նահանգից, բայց մեր գյուղը ինքը շատ հին գյուղ է, Հուլալիս գյուղը, որը միջնադարի գերեզմանատուն ունի միջնադարի խաչքար, մեր գյուղի մի մասը Էրզրումից գալու ժամանակ գնացել են Ծալգա, 100 տարի Ծալգա ապրելուց հետո նորից 1920 թվականին, 18 թվականին եկել են, բնակվել են Հուլալիս գյուղ։ Փառաբանեմ ճավախքսին ծնված մի բուր սևահողից, դրախտային աշխարհեսին, Աստված ամուր ձեռքով գրգած, երախտաբարդ ենք մենք քեզանից, կախտի ճամփին մեզ ձեռք մեկնած, Էրզրումյան զավակներին մեծ շոյանքով գիր գդարած, հայ ու վրաց եղբայրներին խաղաղության գամուր դարձած,
Փարաբանեմ անունեթին Աստվածամոր ձեռքով գրգած իմ հեղինակային բանաստեղծությունը իմ միտքը ես այս ձևին եմ արտահայտվել արտագաղթը ներկայիս չկա արտագաղթ եղել էր 90 թվերին հիմա ներկայիս գյուղի վիճակը նորմալ է կայուն է շատ լավ է զբաղվում են անասնապահությամբ հողագործությամբ կարտոլ կարի ցորեն Եվ այլ, արտագաղթը շատ քիչ է, օրինակ կան խոփանջիկներ, այսպես ասած, բայց շատ քիչ են։ Հիմնականում զբաղվում ենք անասնապահությամբ, հողագործությամբ եւ տարբեր գործերով։ Գյուղի տոնը անցյալ տարի սկսեցինք նշելը ինչու համար, որովհետեւ մեր գյուղի մեր համագյուղացիները Ռուսաստանում բնակվող իրենց ֆինանսական միջոցներով խաչ դրին եւ այս խաչը այսօր արդեն 1 տարի է եւ դրանից հետո արդեն անցյալ տարի եւ այս տարի եւ մենք իրար խոստացել ենք որ կլինի շարունակական ամեն տարի մենք պետք է նշենք այս ձևին տոնը մեր գյուղի տոնը մեր խաչի ծնունդը եւ ուրախանանք եւ ես իմ կողմից շնորհակալություն եմ հայտնել մեր համագյուղացիներին, ովքեր խաչ են դրել իմ հեղինակային բանաստեղծությունն է, իմ մտքերն են, ես այս ձևին եմ իմ մտքերը արտահայտել։ Վեր գացարի գյուղդ տես, հողիդ կանչը հոգուդ մեջ, անհաղթ պապիդ տունը տես, արյան կանչը սրդիդ մեջ, դրած խաչիդ պոյը տես, Աստծո կանչը հոգուդ մեջ, Սուրբ Մանյայի տունը տես, հզոր զարգը սրդիդ մեջ, բարձր խաչի դուժը տես, Աստծո ուժը հոգուդ մեջ, հզոր խաչի դուժը քեզ, թող որ Աստված օրհնի մեզ։ Այո, այս ամենը բոլորը կապված է մեր խաչի հետ, մեր գյուղի տոնը նշում ենք խաչի ծննդյան օրից, ճիշտ է, մեր գյուղը 200 տարի է, բայց 200 տարվա ընթացքում այսպիսի գյուղի միջոցառումներ չեն նշվել։ Անցյալ տարուց արդեն խաչի ծնունդից հետ մենք նշում ենք մեր գյուղը եւ եթե խոսքը խաչի մասին է, խաչը մեր հայ ժողովրդին միշտ համախմբել է։ Այսօր մենք մեր հավատքը այնքան մեծ է, որ մենք ուր որ ապրենք, ինչ որ անենք, մենք անպայման մենք տնենք մեր խաչը եւ իմ հեղինակային բանաստեղծություններից մեկը նորից այս ձևին կհնչե։ Ծովից ծով Հայաստանից լճից լիճ եմ տեսել ես։ Հիսուսածին խաչի համար պատժվել ենք մենք այսպես։ Ունենալով շատ թշնամի խաչը համար ենք կրում։ Մեր սոպատար աղոթներով հայոց սուրբ հողը պաշտպանում։ Հայի ոգին անգոդրուն է, լինի դրսում թե ներսում։ Հայի խիղճը միշտ մաքուր է, ահեղ համար պայքարում։ Հայոց գինով օրհնվել է խաչը հայոց տարերի։ Բախտը այսպես վիճակվել է խաչը գրող հայերի։ Սապերը բարձր Ընդհանրապես հողագործությամբ, անասնապահությամբ։ Մեր ժողովուրդը եկել է 1828 թվին, վրաց թուրքական պատերազմից հետո։ Մի մասը գնացել է Ձալգա, մի մասը մնացել է այստեղ, 7-8 ընտանիք մնացել են։ Այդ ժամանակ թուրքեր են ապրել այստեղ։ Հետո հեղափոխություն եղել է, հեղափոխությունից հետո այդ Ձալգա գնացողներից ետ են եկել նորից։ Ետ են եկել ու նորից թուրքերը քնացել են հեղափոխության ժամանակ։ Քանի որ տարբեր գեղի տարբեր ժողովուրդ են շատ լավ իրար հասկանան, լավ գաբրին, հայրենասեր, մարդասեր, հույրասեր, պես բան չկար, ասենք մեկ եմ գյուղը կա, ասենք երթահույրանոցները մնա կամ ինչ որ տեսնենք անձանոտ մարդ է,
հյուրասիրեն գտուն գտանին ընդհանրապես այդ ծերին կաբրենք էլի կատկատելով գործ չկան է ընդհանրապես գործ չկա շատ քիչ խոտ քաղելով անասուն գբային ուրիշ շատպես արդերը գցանին գյուղատնտեսությամբ ուրիշ աշխատել դեղ չկնենք երիտասարդներն են մտածել որ խաչ տնեն գյուղը իրեն համար առանձին օր ունենա տոնելու օր ունենա հավաքվին գյուղից շատ մարդիկ դուրս են հավաքվին գա դաժե Ռուսաստանու են եկել շատ հերու Հայաստանու կա ժողովուրդ շատ տեղներ են եկել են հավաքվին իրար տեսնին գա քեֆ կենեն ուրախանան Ղուլալիսցիներին իրենց նշանավոր օրվա առիթով շնորհավորելու էր եկել Նինոց Մինդայի վերադասը Հանդինս Վրաստանի խորհրդարանի падգամավոր Սմբատ Գյուրեղյանի, ավականու նախագահ Վահան Արոյանի, քաղաքապետ Անի Վարդմոսոյանի։ Շնորհավորական ելույթով հանդես եկավ Նինոց Մինդայի մշակույթի ու սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը, մաղթելով գյուղին բարեկեցություն։ Երևի Ղուլալիսը մեր շրջանի մեր մունիցիպալիտետի գեղատեսիլ գյուղերից մեկն է։ Ամենացածր գյուղերից եւ ամենատակ եւ ինչպես նշեց մեր պարոն Գյուրեղյանը ազգային ժողովի դեպուտատ համայնա բիբլիական տեսք ունի մեր Ղուլալիսը աբուլի տեսքով եւ պետք է ասել որ Ղուլալիսների նախնիները այստեղ ընտրել են ոչ թե այնպես այլ երևի ինչ որ նպատակով քանի որ այս գյուղը եղել է եզակի գյուղից որտեղ պահպանվել է հայերի գործունեությունը Այն որ 11-րդ դարի գերեզմանակարը դերմես Խաչքարի կա ներկա է եւ գտնում է Վրաստանի պատմական հուշարձանների ցանկում դա Ղուլալիսում է եւ այսօր մենք եկել ենք շնորհավորելու մեր մունիցիպալիտետը եւ ազգային ժողովի դեպուտատներ պարոն Սմբատ Գյուրեղյանը եւ Սամվել Մանուկյանը ինչպես նաեւ շրջանի ղեկավարությունը Տեկին Անի Վարդմոսոյանը եւ Սակրեբուլի նախագահ Վահան Արոյանը Մենք միշտ մեր մունիցիպալիտետի ժողովրդի հետ ենք։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի Ղուլալիսցիներ։ Ապրեք երկար, լինեք ձեր հողի, ձեր աշխատանքի, ձեր շեմի, ձեր օջախի հիմքը եւ ամեն անգամ մենք այսեղ գալով տեսնենք միայն ձեր ուրախ դեմքերը։ Շնորհավոր տոնը Ղուլալիս։ Պապից տունը քարը քարին, դիմացել է տար ու տարին, Էզրոումի հին նահանգով մշակել են հողը փոթով, Ղուլալիսցու ջուրը սառն է, բայց օջախի հացը քաղց է, Ղուլալիսցին բինտ է քարից ուժ է առնում սուրբ սարերից։ Տոնի առիթով շնորհում եմ գյուղի բնակչությանը, շնորհավորում եմ բոլորին մեծից փոքրից, կազմակերպիչներից, որոնք կազմակերպել են այս առիթը, ֆինանսավորում են իհարկե մեր գյուղի բնակչության հաշվին է, ֆինանսավորությունը նշանակություն ունի, կազմակերպությունն է կարևորը։ Ես հատուկ կուզեմ շնորհակալություն հայտնել Խաչատրյան Արմենին, իմ հիմնական կազմակերպիչը, ամեն հարցերում։ Ուրախ եմ, որ մենք միասին ենք, տոնում ենք այս պրազնիկը։ Երջանիկ եմ, ես երբ գալիս եմ գյուղ, ես ինձ երջանիկ եմ զգում։ Լավ է։ Եվ ապագան պիտի լավ լինի գյուղի, ապագան պիտի լավ լինի, որովհետև այս գյուղը 200 տարի գոյություն ունի եւ գոյություն կունենա շատ երկար ժամանակներ։ Քո աղբյուրի ջրով ենք մենք մեծացել, քո հողի բույրով ենք կյանքը սիրել, քո բարի մարդկանցից ենք մենք ուժ ստացել, քո օջախի ջերմությամբ ապրել, արարել։ Այստեղ է մեր պապերի հիշատակն ու հետքը, այստեղ է մեր մանկության ամենաթանկ երգը, այստեղ է մեր տունը, մեր հույսն ու ապագան, մեր սերն ու հավատը, մեր հույսն ու ներկան։ Ֆինանսավորողները Ես խաչի կազմակերպիչները գյուղին կազմակերպել են, ինձ ֆինանսով օգնեցին, սարքեցին։ Դե իմի ամեն տարի ամսում եկին բիդոնենք, շտա մի քիչ դեպ պատայա դժբախ։ Դե դուր համար մի օր հետաձգեցինք, որ այնքետ երեխին վիճակին ծեվի դեղն։ Ու ընդհանրապես որոշել ենք ամսում եկին միշտ։ Ես արարողությունը կատարենք։ Նու գյուղից Ռուսաստանից ելել ոչինչ, ահագի մարդիկ են եկել։ Ուրախությամբ Մեր բնակչություն նշեկը լավ ենք էլի, մենք էլ տեսից քալած ենք, ես գյուղից ենք, բայց Ռուսաստան կապրենք, ամեն տարի կանք մնանք, գյուղի կարողությունը քաշեկը, մեկ է ուր գուզես եղի։ Վարա ես վարա, գրագի շարակ դարա,
հանգստություն չունեցամ, ինչին կարոտս շարա, վարա ես վարա, կրագիս շարակ դարա, հանգստություն չունեցամ, ինչին կարոտս շարա։ Թաքնված, բայց երբեք չմոռացված։ Այն գյուղը, որ չի աղմկում, բայց լռությամբ խոսում է։ Գյուղը, որի հողին ամեն օր քայլելիս ոտքերի տակ պատմություն է զգում։ Մայր հող, որ տվել է սեր, տաքություն եւ հպարտություն։ Իմ գյուղը գուցե չունի շենքեր, բայց ունի բարձրացած հոգիներ, որոնք մնում են այնտեղ, նույնիսկ երբ մարմինները հեռանում են։ Թխրուն սևահողերով, աչքը ջամփից չեր գդրում, տեսնեսում էր սպասում, իր ծորի մեջ կետափին ձայն էր տալիս բալեքին, շատ խորն էր շունչ քաշում, զավակներին դուն գանչում, և մի հրաշք, մի կարում, զավակները եկան դուն, ապրեք, շնորհակալություն, ովքեր դրսից եկել են, շնորհակալ ենք, ապրեք։ Թողմանյայի սուրբը լինի գյուղիս պահապան, Աստծո լույսը թող անպակաս լինի ամեն բան, ամեն մի ղուլալիսից շրակներ տան, թող որ ճամփան չբռնի նա օտարության, ամեն մի ղուլալիսից շրակներ տան, թող որ ճամփան չբռնի։ Տոնդ շնորհավոր Ղուլալիս, թող գարունները տգան ու չգնան, շեներումդ լսվի միայն մանկանճիչն ու խնդությունը, իսկ գյուղի պահապան Սուրբ Խաչը միշտ լինի Հովանի բարեկեցիկ ու պայծառ ապագայիդ։ Պապիս պատմած երգիրը մեզ է սպասում, Ղուլալիսու հետ անցիր բարդ ու դժվար ճանապարհ, Ղուլալիսին սրտաբաց շիտակ է արդար, Էրզրում ծուարյուն է մեր երակներում հոսում, Պապիս պատմած երգիրը մեզ է